Էրատո Թագուհի Արտաշիսյան հարստության վերջին գահակալը Տիգրան III դուստրը Եղբոր Տիգրան IV-ի հետ ժառանգել է հոր գահը Հռոմի Օգոստոս կայսրը բռնությամբ հայոց գահին է նստեցրել հռոմեասեր Արտավազդ III-ին Սակայն հայերն ապստամբել են եւ գահը վերադարձրել են Էրատոին եւ Տիգրանին Հյուսիսային լեռնականների հետ պատերազմում Տիգրանի զոհվելուց հետո երկիրը միանձնյա ղեկավարել է Էրատո Թագուհին Սակայն վերջինս էլ մեր թվարկության 11 թվին գահազրկվել է Հայոց պատմության մեջ շատ ենք ունեցել թագուհիներ, որոնք լինելով հայտնի իշխանական տների իշխանուհիներ, այնուհետև ամուսնացել են արքայազների հետ եւ դարձել են թագուհի։ Սակայն բացառիկ է, երբ հորից հետո եւ առավել եւս ըստ կտակի գահը ժառանգում է դուստրը։ Արտաշիսյան հարստության վերջին Էրատո Թագուհին այսօր հայոց հարցի առանցքում է եւ ես հրավիրում եմ մեր փորձագետներին մանկավարժական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Տիկին Աիդա Թոփուզյանին պատմական գիտությունների թեկնածու Տիկին Գոհար Վարդումյանին Երևանի պետական համալսարանի ուսանող Տաթև Խանաղյանին Պատմական գիտությունների թեկնածու Լիլիթ Մկրտչյանին Բարի օր հիասքանչ փորձագետներ Ես կարծում եմ ձեզ համար դժվար չի լինի այսօր մեկ նախադասությամբ բնութագրել Էրատո Թագուհին Էրատո հայոց թագուհի, ով համալրեց տոհմատիրական թագուհիների շարքը Շնորհակալություն Էրատոն հայ 141 թագավորներից միակը, որը 3 անգամ գահակալեց։ Թագուհի հայոց, որի նույնիսկ ծննդյան ու մահվան թվերը մեզ հայտնի չեն, բայց թագավորել է մեզանից ուղիղ 2000 տարի առաջ եւ եզրափակել Արտաշեսյան փառահեղ արքայատոհմը։ Շնորհակալություն Հասարակական քաղաքական գործիչ, խարիզմատիկ էակ, ով իր ուրույն դերը, խոսքը, տեղն ու դերն է ունեցել հայոց պատմության մեջ։ Շնորհակալություն։ Հիմա այս ամենը պետք է բացենք փակագծերը։ Եվ ես կարծում եմ շատերին այս պահին հետաքրքրում է այս տարօրինակ ոչ հայկական թվացող անունը Էրատո։ Իսկապես շատ ոչ հայկական է հնչում Էրատո Առավել անունը։ եւս Արտաշիսյանների ժամանակ, չէ՞, որ այնտեղ բոլորը համատարած Տիգրաններ էին օրինակ։ Եվ դեռևս հունական առասպելաբանությունից ունենք Ապոլոնի 9 մուսաներից մեկը հենց գրել է Էրատո անունը։ Աղբյուրները այդ դեպքում ինչ աղբյուրներ ունենք, որը խոսում է Էրատոյի մասին։ Ունենք հունահռոմեական պատմագիրների հաղորդած տվյալները, մասնավորապես Ռուփուսն է, հռոմեական պատմագիր Ռուփուսն է շատ լավ նկարագրում այդ ժամանակաշրջանի Հայաստանը, Պարթևստանը, Հռոմը, ինչպես նաև հայ գահակալներին, թագուհուն եւ թագավորներին, ինչպես նաև Տակիտոսը, ով Օգոստոս Օկտավիանոսի անբաժան ուղեկիցն էր եւ կատարում էր գրառումներ, եւ ինչպես նաև հայ պատմիչների մոտ Եվս հանդիպում ենք Էրատոյի մասին մեկնաբանություններ։ Օգոստոսի կտակը կա, որը փորագրված էր անկյուրայի տաճարներից մեկում, Անկարա անկյուրա, այդ բառից է այդ տաճարի անունը, որտեղ նույնպես Օգոստոսը իր կտակում խոսում է Էրատոյի եւ Տիգրան IV-ի մասին, բայց հետաքրքիրն այն է, որ որոշ միջադեպեր, որոնք վերաբերվում են հռոմեական կայսրության պարտություններին եւ մասնավորապես Արտավազդ III-ի հետ կապված պատմություններին Օգոստոսը իր կտակում չի գրել։ Հռոմեական պատմիչ Տակիտոսն է շատ մանրամասն անդրադառնում Էրատոյին, մասնավորապես թե ինչպես նա գահ բարձրացավ, ինչ պայմաններում թագավորեց երկիրը եւ հատկապես հիշարժան է այն վկայությունը, որ Էրատոյի արդեն Արտաշիսյան հարստության անկումից հետո, երբ արդեն Էրատոյին հեռացրին գահից, իսկ դա արեց Հռոմը, որը ամեն կերպ ուզում էր գերիշխանությունը հաստատել Հայաստանի վրա, գիտենք, որ սա շատ ծանր շրջան էր հայոց պատմության մեջ, Հռոմի եւ Պարթևստանի միջև պայքար էր գնում Հայաստանի համար։ Եվ երբ իր երրորդ ժամկետը, որը մեր թվարկության 6 թվականից մինչև 12 թվականներ
արդեն միանձնյա էր թագավորում Էրատոն, քանի որ Տիգրան IV-ը զոհվել էր Հյուսիսի լեռնականների հետ կռվում։ Տիգրան IV-ը եղբայրն էր։ Եղբայրը եւ ամուսինը։ Միաժամանակ։ Այո, Մանանդյանը մեր շատ լավ պատմիչներից Մանանդյանը ասում է, որ այն ժամանակվա օրենքով կարող էր եղբայրը լինել նաև ամուսին եւ նրանք տարբեր մայրերից են ծնվել։ Եվ դա արդեն օրենքը թույլ էր տալիս։ Եվ Տակիտոսի հիշատակմամբ ասում է, երբ Էրատոին արդեն Հռոմը գահից հեռացրեց, հայ ժողովուրդը մնաց անտերունջ, վարանած եւ միայնակ։ Այսինքն սա եւս մի անգամ շեշտում է այս թագուհու դերը եւ տեղը հայ հասարակության համար, որը Արտաշեսյան արքայատոհմի շատ մեծ ժառանգորդն էր։ Սակայն տարբեր հակասական կարծիքներ են հնչում այն ժամանակ, երբ ասում են, որ հայոց մեջ եղել է այնպիսի դեպք, երբ եղբայրը ամուսին է դարձել, սակայն այստեղ ունենք մենք տարբեր պատմիչների մեկնաբանություններ, մասնավորապես հենվում են նրա վրա, որ Տակիտոսի այն հաղորդության վրա, որ Արտաշես բի մահից հետո թագավորում են նրա հետնորդները ամուսնանալով միմյանց հետ ըստ օտար սովորության, բայց մենք ունենք պահպանված դրամներ Էրատոյից եւ Տիգրան Դեի գահակալության ժամանակաշրջանից, այդ դրամները թերևս պետք է բաժանենք երկու մասի, առաջինը պարթևական ոճով Տիգրան Դեն Փարթամորուսով, երկրորդը արդեն Արտաշեսյան ավանդական դրամն է հատված, որտեղ երկրորդ երեսին պատկերված է նաեւ Էրատոն առանց թագի եւ մազերը գլխի շուրջ հավաքած, բայց այստեղ եթե Տիգրան Դեն կոչվում է թագավորների թագավոր, ինչպես Տիգրան Մեծից հետո էր, ապա Էրատոն չի կոչվում հայոց թագուհի կամ թագուհիների թագուհի, այլ կոչվում է Տիգրան թագավորի քույր Էրատո։ Եվ կարծում եմ, որ պետք է մենք այսօր չեն կարող միանշանակ ասել, որ քույր եւ եղբայր նաեւ հաստատապես նաեւ ամուսիններ են եղել։ Եթե կարելի է անդրադառնամ այս խնդրին, նախ որպեսզի լավ պատկերացնենք եւ այս խնդիրը, որ նրանք գահին բազմել են որպես քույր ու եղբայր, մեր մեջ տարակուսանք չառաջացնի, ինչու էսպես պատահեց, կցանկանայի փաստել, որ սա ազնվագույն սովորույթ էր, որը ընդունված է եղել հին ժամանակներ, դեռևս տիեզերական էպոսի այդպես շառավիղներից է գալիս, գնում է դեպի հեթանոսություն, դեպի զրահադաշտականություն, որը սրբազան ամուսնություն է համարվել ժամանակի համար։ Այսինքն հանդերձյալ կյանքում նրանք հոգևոր կյանքում սրբագործվում են։ Սա պիտի զատենք սովորական ամուսնություն չէ։ Տակիտոսը ինքը վկայում է, որ նրանք գահին բազմեցին որպես ամուսիններ եւ թագակից իշխաններ։ Ինչ վերաբերվում է նախ Էրատոյին եւ նրանց այս կառավարման ժամանակաշրջանին, որպեսզի շատ ավելի լավ հասկանանք, պիտի գնանք պատմության խորը հենց պատմական ժամանակաշրջանը հասկանալու համար։ Ի վերջո պիտի փաստենք, որ Տիգրան IV-ը եւ Էրատոն Ռոմի կողմից ճանաչված արքաներ չէին։ Տիգրան III-ը, երբ որ հրաժարվեց Ռոմի կյանքի վերջի տարիներին հիասթափվեց Ռոմի վարած քաղաքականությունից, նա Ռոմից անկախ գահը կտակեց իր որդիներին։ Եվ Քրիստոսից առաջ 8 թվականին Տիգրան IV-ը առանց Ռոմի կամքը հարցնելու բազմեց գահին եւ շարունակեց վարել հոր ինքնուրույն քաղաքականությունը, սկիզբ դնելով ազգային պետականության հիմքին։ Եվ Ռոմը չճանաչեց նրան, եւ ահա 5 թվականին ինչպես պատահեց։ Այս ժամանակ նա դաշնակցում էր ավելի շատ պարթևական պետության հետ։ 5 թվականին Օգոստոս Օկտավիանոսը Հայաստան է ուղարկում իր հրահրեց լեռնականներին, չէ՞։ Չէ, միջև լեռնականներին հրահրել է 5 թվականին նա Հայաստան է ուղարկում իր զորավարին Գայոս Կեսարին, որը իր թագաժառանգը պիտի դառնար։ Նա այստեղ Հայաստանում կարողացան ըմբոստություն բարձրացնել, 5 թվականին գահընկեց արեցին Տիգրանին եւ գահին բազմեցրեցին նրա հորեղբոր Արտավազդ III-ին, որը 25 տարի շարունակ կրթություններ ստացել Ռոմեում, ապրել է Ռոմում եւ ռոմեական դաստիարակությունը կրած անձ էր, որը վարում էր միայն Ռոմի քաղաքականությունից շահերից բխող քաղաքականություն։ Իսկ այդ ժամանակ որտեղ էր Էրատոն։ Նրանք միասին քույր ու եղբայր միասին բազում էին գահին։ Կառավարում էին, նա եղել է հայու առհասարակ պատմագրությունը հայ թագուհիներին բազմում է այսպես 3 տարբեր աստիճանակարգությամբ է ներկայացնում եւ առաջինը հենց թագակցության կամ իշխանակցության եզրույթն է, որը կիրառվում է, սա այն դեպքն է, հենց սա Էրատոյի դեպքն է, երբ շատ դեպքերում բոլոր աղբյուրներում մենք հանդիպում ենք արքայի եւ թագուհու անունը կողք կողքի գրված միասին։ Սա հենց այդ մասին է խոսում եւ պատահական երևույթ չէ, հենց դրամները
Եթե մենք ունենք երկու դրամներ, մեկը պարթևական ազդեցությամբ, իսկ մյուսը ռոմեական ազդեցությամբ, այսինքն սա առաջի փուլի մասն է, երբ Տիգրանը ինքնուրույն Ռոմից անկախ բարիդրացիական հարաբերություններ էր վարում Պարթևստանի հետ։ 2 թվականին նա ընծաներով, նամակով դեսպան ուղարկեց Օգոստոսի մոտ, խնդրեց, որպեսզի Օգոստոսը ճանաչի իր թագակցությունը Հայաստանում։ Երբ որ ապստամբությունը բարձրացրեցին, Տիգրանի գլխավորությամբ գահենկեց արեցին Արտավազդին եւ երկրորդ անգամ նրանք կրկին քույր ու եղբայր գահին բազմեցին։ Բայց ցավախ չհասցրեցին, որովհետեւ արդեն լեռնականների դեմ կռվում, այդ սարմատական ցեղերի դեմ կռվում նրանք Տիգրանը պարտություն կրեց, իսկ Էրատոնը հրաժարվեց սպանվեց, այո, Էրատոն էլ հրաժարվեց գահից, պատճառաբանելով, որ ինքնուրույն չի կարողանում կառավարել աշխարհն ու երկիրը հայոց։ Եվս մի փոքրիկ շտրիխ քույր եւ եղբայր ամուսնության արդիվ մեր նախաքրիստոնեական դիցաբանության մեջ կան կերպարներ, որոնք քույր եղբայր, նույնիսկ դուստր եւ ամուսին, օրինակ Արամազդի հետ Անահիտը որոշ աղբյուրներում քույր է, որոշ աղբյուրներում կին, որոշ աղբյուրներում դուստր նույնիսկ։ Այսինքն սա մի գաղափար էր, որ միտված էր նրան, եթե թագավոր թագուհու դեպքը վերցնենք հենց Էրատոյի եւ Տիգրան IV-ի, որպեսի թագը արքայատնից դուրս չգար։ Եվ այնտեղ ամենևին կարևոր չի նրանք իրոք ամուսիններ եղել են թե չէ, բայց Էրատոյի անձնական կյանքի արդիվ եւս մի շատ հուզիչ հիշատակություն է անում հռոմեացի պատմիչ Տակիտոսը, որը ասում է, որ Էրատոյի խոսքերն են, ասում է, տերության հարցերը այնքան շատ էին, որ սիրուն այլևս ժամանակ եւ տեղ չմնաց, որից մենք տեսնում ենք, որ թագուհին ունեցել է նաեւ իր անձնական որոշակի հուզական աշխարհը։ Եվ նաև հետաքրքիր է, որ Տիգրան IV-ից հետո եղել է նաև Տիգրան V-րդ, որի մասին չգիտես ինչու չի ասվում։ Այդ դեպքում ով էր Տիգրան V-րդը։ Ժառանգ էր։ 5-րդի մասին աղբյուրները բազմազան են, Հերովդես արքայի թոռն է համարվում, թեև մայրը անպայման արշակունի է։ 1 թվականից մինչև 52 թվականները գիտենք, որ Հայաստանում իշխում էին դրածո արքաները։ Հայաստանը 1 թվականին, երբ որ Էրատոն հրաժարվեց գահից, Հայաստանը դարձավ միջազգային դիվանագիտության քննարկման, այսպես կռվախնձոր Պարթևստանի եւ Ռոմի միջև։ Եվ Հայաստանում թեև նայեք շատ հետաքրքիր մի իրողություն է այստեղ կատարվում։ Մենք չունենք թագավոր, բայց պետական համակարգը ամբողջությամբ պահպանված են։ Մենք ունենք բոլոր գործակալությունները, որոնք աշխատում են։ Մենք ունենք հազարապետություն, մենք ունենք սպարապետություն։ Ինչպես է պատահում, որ այդ դրածո արքաները ոչ ոք երկար չի կառավարում։ Կամ սպանում են, կամ գահընկեց են անում, ընդ որում երրորդ անգամ Էրատոն կրկին չի ճանաչվել Ռոմի կողմից, երբ 6-ից 12 թվականներին գահ բարձրացավ, այս ամենը խոսում է Էրատոյի հզոր կերպար լինելու մասին։ Կին, ով որ կարողացավ 3 անգամ գահին բազմել, ընդ որում հայոց կառավարողների մեջ, թագավորների մեջ մենք չունենք նման մեկ այլ կերպար, նրան կրկնողը։ Հիշատակության հետ կապված մի հետաքրքիր բան կար, վերջին նախադասությունը, ինքը ինչ է ասում է, որ ես աշխարհին ներկայացա որպես կին Էրատո անունով, բայց իմ ուսերին ես տարա 7 տղամարդ արքայի բեռ։ Այսինքն իսկապես ինքը մեծ դեր է խաղացել մեր պատմության մեջ եւ Էրատոյի կերպարը մեկ անգամ եւս ապացուցում է, որ չի կարելի պետությունը ղեկավարել առանց կանանց մասնակցության, որ կանայք պետք է անպայման մասնակցեն որոշումներ ընդունելու գործընթացին, երկրի կառավարման գործընթացին, երկրի կայացման, հզորացման գործընթացին, սա շատ կարևոր բան է։ Շատ հաճելի ուղերձ է Տիկին Թոփուզյան, եւ ես հասկանում եմ այն սլակները, որտեղ ուղված է, բայց ի վերջո, չէ՞ որ Էրատոյի քաղաքականությունը, այս Պարթևստանի եւ Հռոմի եւ այլն, ի վերջո ձախողված քաղաքականություն ստացվեց։ Համաձայն չեմ, ասեմ ինչու, ոչ, որովհետեւ Էրատոն ժառանգորդները այն փառահեղ արքայատոհմի, որի հիմնադիրը Արտաշես բարեպաշտ թագավորն էր, որը միացրեց մեծ հայքի եւ ծոփքի հողերը, եւ ոչ մի հող անխնամ չմնաց այդ տարիներին, ոչ մի հող անխնամ չմնաց, այդ են վկայում Արտաշես արքայի սահմանակարերը, որ հողաբաժանում տեղի ունեցավ, հողային ռեֆորմ տեղի ունեցավ։ Բացի այդ, Էրատոն ժառանգորդների վերջո Տիգրան Մեծի սերունդներից էր, չէ՞ նա։ Եվ այդ ամեն ինչը այնքան ներծծված էր նրա մեջ որպես թագուհու,
որ թեպետ նրանից հետո Արտաշիսյան հարստությունը անկում ապրեց եւ փոխարինվելու էր արդեն Արշակունյաց արքայատոհմով, այնուամենայնիվ, ինչպես պատմիչներն են վկայում, նույնիսկ հռոմեացի պատմիչներն են դա ստիպված խոստովանում, հայ ժողովուրդը արդեն այնքան իմաստնացած էր, Մանանջյանը հենց այդպես էլ գրում է, այնքան գիտակից էր արդեն այս ամբողջ ավանդույթը ունենալով, որ մեծ պատմական Հայաստանը, որը մենք հիմա քարտեզների շնորհիվ ենք միայն հիանում, այդ Հայաստանը փառահեղ պահպանվեց դեռ մի քանի դարեր շարունակ։ Սակայն ինչով կբացատրեք, որ հայտնի է, որ մեր բանահյուսությունը բերան փոխանցել է երգեր, ասքեր, թագավորների կամ նույնիսկ նզովքներ, ինչ որ դեպքերում, սակայն Նեռատոյի մասին ոչինչ հայտնի չէ կամ մեզ չի հասել։ Եթե կարելի է ես այստեղ ավելացնեմ, ինչու միայն Նեռատոյի։ Մենք շատ քիչ թագուհիներ ունենք, այս դեպքում, քանի որ դուք միաբերան ասում եք, որ նա խիստ առանձնահատուկ իր գործունեությամբ թագուհի էր, պետք է գոնե սա ժառանգվեր, փոխանցվեր, կարծես ուղերձ, օրինակ նույն ձևի, որ կանայք չլինեն միայն օջախի կողք, այլ նաև պետության ղեկը վերցնեն իրենց ձեռքը։ Բայց այստեղ հասկանանք ավանդույթը, հասկանանք ով էր պատմություն մեզ փոխանցողը, այդ պատմությունը այդ ասքերը գրի առնողներն ովքեր էին։ Մեր պատմությունը ինքը ներկայանում է որպես տղամարդկային պատմություն, բայց այդ ժամանակ դեռ բանավոր է, դեռ տղամարդիկ եկան հետո։ Բայց այդ բանավորը գրի էր առնվում, իսկ գրի առնողը ով էր, կրկին տղամարդը, նրանք զատում էին, գրի էին առնում, ինչու վերցրեք էպոսը, ինչ փառահեղքին կերպարներ մենք ունենք։ Էպոսը, որը ժողովրդի հավաքական կերպարն է, տեսեք էպոսում մենք ինչ փառահեղ կերպարներ ունենք։ Եթե մենք ամբողջ հայոց պատմությունը իհարկե, այո։ Եթե մենք մեր ամբողջ պատմությունը, հայոց պատմությունը այսպես թվարկենք, մենք մի քանի մատերի վրա հաշված կին գործիչներ ունենք, բայց չկա այդպիսի արքա, չկա այդպիսի տղամարդ գործիչ, ում կողքին չլինի կինը, ում կողքին չլինի մայրը, եւ որը շատ մեծ դեր խաղացած չլինի այդ գործչի որոշումների ընդունման մեջ։ Այսօր մեզ նրանք հասել են, թե չեն հասել, դա ուրիշ խնդիր է, անգամ շատ թագուհիների անուններ պահպանված չեն, բայց այնպես չի, որ մենք չունենք։ Հայոց արքունիքում շատ այսպես հստակ համակարգ է իշխել արքունական, արքան ունեցել է իր տեղը, թագուհին իր տեղն է ունեցել, ընդ որում կրկին դասակարգված է կանանոցը, մենք 3 աստիճան ունենք կանանց, հարճներ, կանայք էին եւ թագուհիների թագուհիներ, որը ուներ իր ուրույն արքունիքը, հարկաբաժինը, եթե արքան ռազմական գործիչներ, արտաքին քաղաքականությամբ էր զբաղվում, ապա թագուհին կամ թագուհիների թագուհին ինքը ղեկավարում էր հոգեվոր մշակութային կյանքը երկրի։ Այսինքն հնարավոր չի, որ մենք չունենանք գործիչներ, որոնք փառավոր կերպարներ են։ Ուղղակի այս կամ այն պատճառով հիշատակություններ մեզ չեն հասել։ Ընդ որում, հունարոմեացի պատմիչները եւ օտարները ավելի շատ են մեզ տեղեկություններ հաղորդում մեր կին գործիչների մասին, քան հենց մեր տղամարդ պատմիչները։ Բայց այնտեղ էլ միտում կար, կողքից sense ներկայացնել, ոչ միանշանակ չի կարելի վերաբերվել երևի։ Բանահյուսությանը դուք անդրադարձաք, ուզում եմ հիշեցնել մեր շատ նշանավոր դիցուհիներից մեկին Նար դիցուհուն, որը մեր ամենահին դիցուհին է ամենայն հավանականությամբ, որովհետև այս շատերս գիտենք չինական արական եւ իքական սկիզբը եւ շատ քչերս գիտենք հայկական արական եւ իքական սկիզբները, արը եւ նարը։ Արը արևային աստված է, իսկ նարը ծովային, երկնային եւ տիեզերական օվկիանոսի անձնավորումն էր մեր նարը, որը հետագայում դարձավ էպոսի հերոս Ծովինար, իսկ շատ ավելի հետագայում արդեն ազգագրական կերպար Նուրին, որը տիկնիկի ձևով է արդեն հանդես գալիս եւ այդ տիկնիկը սարքում էին մինչև վերջերս մեր գյուղերում նուրի նկար, երբ երաշտ էր լինում, անձրև կանչելու համար նուրին էին սարքում ու երգ էին երգում, նուրին եկելա, աճբահուրին եկելա, շիլա շապիկ հագելա, եղ բերեք պորտը քսենք, բրինձ բերեք, ձեռքը դնենք, թող անձրև գա ձեր հոր արտեր կանաչնա։ Այսինքն սա մի կերպար է, նարի կերպարը եւ դա ամենահնագույն կին կերպարն է դիցաբանության մեջ, որը սկզբից մինչև վերջ մեր պատմության ընթացքում գոյատևել է։ Տիկին Թոփուզյանն էլ է շփվել Նուրի հետ երևի։ Մանկուց։ Գիտեք, դուք ճիշտ ասացիք, որ երբեմն շատ հակասական կարծիքներ են լինում, մանավանդ մեր թագուհիների մասին, ոչ միայն, բայց մանավանդ, օրինակ Փառանձեմի կերպարը։
շատ հակասական գնահատականներ կան։ Սա արդեն գալիս է նրանից, թե ով է այդ պատմությունը գրողը, եւ գիտեք, նորից հնի դասի վրա ես ուզում եմ ասել նաև այսօր էլ գիտեք լինում են դեպքեր, երբ մենք փորձում ենք գիտակցաբար կամ անգիտակցաբար խեղաթյուրել պատմությունը։ Օրինակ, մի քանի տարի առաջ հրատարակվեց Հայուհիներ երկաթորյակը, երբ որ դու թերթում ես, տեսնում ես, որ այդտեղ բոլորն էլ շատ արժանավոր կանայք են, բայց երբ տեսնում ես, թե ովքեր են դուրս մնացել, այստեղ արդեն մտածելու տեղիք է տալիս։ Ուրեմն բոլոր մարդիկ, որոնք շփվում են նման բաների հետ, պետք է հաշիվ տան իրենց, որ եթե իրենք պրոֆեսիոնալ չեն, ավելի լավ է այդ հարցին չմոտենան, որտեղ ինչ որտեղ դա պատմություն է դառնալու մեր ապագայի համար եւ հնարավոր է, որ այդ մարդը թեկուզ անգիտակցաբար, բայց պատմությունը խեղաթյուրի։ Բայց պետք է հույս հայտնենք, որ այդ խեղաթյուրված եւ ոչ այնքան իսկական պատմությունը իր բաց դրվագներով այսօր լրացվում է, որովհետեւ միայն այն փաստը, որ շուտով հրատարակության է պատրաստում Արտակ Մովսիսյանի հայոց 10 թագուհիները, խորը վերլուծական եւ կարծում եմ, որ ոչ պակաս հաջողված, քան հայոց 10 արքաներ գիրքը կլինի, իսկ ինչ վերաբերում է Էրատոյին չլուսաբանելուն եւ նրա վառ կերպարը ոչ այնքան լավ մեզ մատուցելուն, կարծում եմ առաջին հերթին պետք է ժամանակաշրջանով պայմանավորել, որովհետև նույն Արտաշեսյան դինաստիայի սկզբում մենք ունենք Արտաշես եւ Սաթենիկ փառահեղ ավանդազրույցը, բայց հետսետե արդեն հռոմեա-պարթևական օղակը այնքան էր նեղանում, իսկ այդ ժամանակաշրջանում կարծում եմ, որ երբ արտաքին վտանգը բավականին ուժեղ է դառնում, ներսում գիրը, գրականությունը, մշակույթը, ինչպես նաեւ դրանց կողքին ավանդազրույցները չեն կարող նույն բնական հունով զարգանալ, ինչպես խաղաղության եւ հզորության ժամանակաշրջանում, բայց փառք Աստծո մենք Էրատոյի մասին բավականին տեղեկություններ ունենք եւ թեև Օգոստոսը իր կտակում, ինչպես նշեց Տիկին Թոփուզյանը, որը նաեւ հայտնի է գործքանգուցյալ Օգոստոսի կտակ անվամբ, այնտեղ նշվում է որպես վերջին թագավոր Տիգրան 5-րդը եւ Էրատոյի արդեն վերջին գահակալությունը որպես թագուհի չի հիշատակվում, բայց Օգոստոսը նշում է նաեւ, որ Արտաշես Բ-ի մահից հետո, երբ նա սպանվում է իր ազգականների կողմից դավադրությամբ, կարող էր Հայաստանում այլևս թագավորներ չնշանակել եւ նա ներկայացնում է իբր Հռոմի կողմից ընծա Հայաստանին, որ թույլ է տալիս, որպեսզի Հայաստանում շարունակվի Արտաշեսյան շարավիղը եւ այն վերջանում է Տիգրան 5-րդով։ Կարծում եմ, որ դա էլ բավականին հետաքրքիր փաստ է, դա մենք միանշանակ չպետք է ընդունենք, որովհետև միայն Էրատոյի 3 գահակալությունները եւս մեկ անգամ մեզ գալիս են հուշելու, որ հայ ժողովուրդը օտար լուծ, օտար տիրապետություն չի հանդուրժում եւ հռոմեական բոլոր կամուրջները Արաքս գետը քանդում էր, ինչպես պարոն Հակոբ Մանանդյանն է շատ պատկերավոր նկարագրում, եւ նույնիսկ հայոց թագուհին, ով համարվում է վերջիվերջո նա կին էր, թույլ սեռի ներկայացուցիչ էր, բայց կարողացավ այդ հռոմեա-պարթևական օղակից դուրս գալ եւ 3 անգամ բազմել հայոց գահին։ Շնորհակալություն, բայց եկեք հեռու չգնանք եւ լսարանին հարցնենք։ Ծանոթ եք դուք մինչ այս պահը Էրատո թագուհու, գիտեք նրա անունը։ Էրատո թագուհու մասին եւ Տիգրան 4-ի մասին տեղեկությունները մեզ քիչ են հասել։ Ինձ հետաքրում է, դուք ասացիք Հռոմը դեմ էր Հայաստանի թագավոր թագուհի ունենալուն եւ Պարսկաստանի հետ հարաբերությունները վատ էին։ Ուղղակի ես չհասկացա, իրենք ինքնակոչ էին, թե ինչ որ մեկը գահակալեր էր իրենց։ Երբ որ Արտավազդ երկրորդին ձերբակալեցին եւ ամբողջ ընտանիքին տարան գերի վերսեցին ու տարան դեպի սկզբում Եգիպտոս, այնուհետև այնտեղից Օգոստոս Օկտավիանոսը տեղափոխեց Ռոմ, ամբողջ ընտանիքը գտնվում էր գերության մեջ, բացառապես Արտաշես երկրորդից, որը փախել էր ապաստան էր գտել պարթևների մոտ։ Արտաշեսը ինքը պարթևների օգնությամբ եկավ, ռոմեական զորքից ազատագրեց Հայաստանը եւ կրկին հոր թագավորությունը այստեղ բազմեց գահին, բարձրացնելով կրկին Արտաշեսյանների հոր թագավորությունը։ Իհարկե Ռոմը, որ Հայաստանը դիտում էր արդեն որպես իր մաս, շատ դժգոհ պիտի մնար այս ամենի հետ։ Մինչև որ ռոմեական զորքը կմտներ Հայաստան, այստեղ ներսում դավադրություն տեղի ունեցավ եւ հայոց արքային սպանեցին։ Քանի որ Հայաստանը ինքը մնացել էր առանց արքա եւ ռոմեական զորքն էլ իր հետ բերում էր Տիգրան 3-ին, ռոմեական զորքը անարգել մտավ Հայաստան։
եւ Տիգրան III-ը բազմեց հայոց գահին որպես Ռոմի ներկայացուցիչ, վերականգնեց թագավորությունը։ Բայց հայոց թագավոր, չէ՞։ Այո, հայոց թագավոր անխոս Արքայատողի շարունակությունը։ Ուղղակի որը ավելի հաճո է Հռոմին։ Այո, այո, ինքը դաշինք է կնքել Ռոմի հետ, բանակցում է նրա հետ, նրան հաճո քաղաքականություն է վարում, բայց հայոց արքայատողը կրկին սակայն երկար չտևեց։ Կյանքի վերջի տարիներին ինքը արդեն ինքնուրույն քաղաքականություն էր վարում, այլևս Ռոմի շահերից բխող քաղաքականություն չէր վարում եւ այլն։ Եվ կյանքի վերջի տարիներին ինքը Ռոմից անկախ գահը կտակեց իր որդիներին, ահա Տիգրան IV-ին եւ Էրատոյին, որոնք գահին բազմեցին հոր մահից հետո եւ չարժանացան Ռոմի հավանությանը։ Ռոմի կողմից նրանք թագ չվերցրեցին, բայց շարունակում էին դինաստիայի շարավիղը լինել։ Նրանք շարունակում էին, գիտեք, մի շատ կարևոր բան մենք պիտի հիշատակենք։ Այստեղ Ռոմը ոչ թե բանակցում էր Հայաստանի հետ, նա ինքը Հայաստանին որպես օղակ չէր տեսնում, այլ ինքը արքայատողմի հետ էր բանակցում։ Երբ որ ինքը բանակցություններ էր վարում, այդ պայմանագրերը կնքվում էին Արտաշեսյան դինաստիայի ներկայացուցիչների հետ։ Բանակցություններում ինքը հյուսային միջագետքից Կովկասյան լեռներն ընկած տարածքը տվեց Արտաշեսյաններին, որոնք այստեղ գերիշխող դեր ունեին։ Այդ արքայից արքա Տիտղոսը պատահական չէ, որ իրենք կրում էին։ Հենց արքայից արքա Տիտղոսի մասին է ուզում ասել, ինչքան էլ Հռոմին թվար, որ Հայաստանը օղակ չի եւ ինքնուրույն չի, հենց արքայից արքա Տիտղոսը վկայում է, որ նա Հռոմի գերիշխանության տակ չի, որովհետեւ այն արքաները, ովքեր գերիշխանության տակ էին, մեծ արքա Տիտղոսն էին կրում, մեծ թագավոր։ Եվ կուզեի փոքրինչ համեմատել Էրատոյին Զաբել թագուհու հետ, եթե կարելի է, որովհետեւ եթե Էրատոն Արտաշիսյան հարստության վերջին թագուհին էր, Զաբելը, ինչպես հայտնի է, Ռուբինյան հարստության վերջին թագուհին էր, շատ նշանավոր թագուհի, որին ինձ թվում է արժի մի ամբողջ հաղորդում նվիրել։ Մենք անդրադարձել եք, շատ հաճելի է, ուղղակի կուզեի նշել, որ Զաբել թագուհին էլ փաստորեն Ռուբինյան հարստության վերջի թագուհին էր, որովհետև Հեթումի հետ ամուսնանալով արդեն հիմք դրվեց Հեթումյան արքայատողմին, բայց Զաբելը իհարկե շատ ավելի երջանիկ կին էր այնքանով, որ իր ժառանգները կարող էին գահին մնալ, իսկ Էրատոյի ժառանգները չէին կարող գահին մնալ։ Որպես կին, որպես մայր, ինքը ամենայն հավանականությամբ այդ երջանկությունը չի վայելել։ Շնորհակալություն։ Եվս ներողություն։ Եվս մեկ տեսակետ։ Այն, որ հայոց թագուհին կրում էր հելենական հունական անուն, իմ կարծիքով պատահական չի, որովհետև մեծ հայքի թագավոր Արտաշեսյան դինաստիայի հիմնադիր Արտաշես բարեպաշտը ինքը ծառայել է Սելևկյանների բանակում, նա հելենիզմի հետ կապ ուներ։ Տիգրան II մեծը արքայից արքան համարվում է արևելքի հելենիստական ամենահզոր տիրակալներից մեկը, Արտավազդը գրել է հունական ողբերգություններ, այնպես որ իմ կարծիքով Էրատոյի հունական անվան առումով պետք չէ զարմանալ։ Շնորհակալություն։ Վերջին լրացումները ամենակարևոր եթե կան։ Ես ժառանգության հետ կապված կցանկանայի հավելել, պատմությունը չի հիշատակում, որ Էրատոն որդի է ունեցել, որը չկարողացավ բազմել գահին։ Այստեղ արական սեռը ընդհատվում է, Էրատոն ու պատահական չէ, անգամ այո, այսպիսի մի անգամ տեսակետ կա, որ Զենոն Արտաշեսը, որը դրածո արքաներից միակ հաճելի արքան էր, դեռևս գուցե շատ վաղ ժամանակներից գիտեին, որ Էրատոն չի կարող զավակ ունենալ եւ նրան բերեցին եւ արքունիքում հատուկ դաստիարակությունն ստացավ, որը հետո պիտի բազմեր հայոց գահին։ Այսինքն, եթե Էրատոն ունենար ժառանգ, ինչպես կպտտվեր պատմության անիվը, թագաժառանգի մասին է խոսքը։ Այդ զավակը եղել է թե ոչ, այլ իրավունքը նա իրավունք կունենար գահին բազմելու, որովհետեւ արդեն ամբողջ պատկերը ցույց է տալիս անկման շրջան։ Ավելի սթափ պատմաբանները կասեին Արտաշեսյան հարստությունը արդեն հոգեվարքի մեջ էր։ Սակայն դա չի խանգարում, որ մենք 2000 տարի անցել փորձենք ուսումնասիրել, քննարկել եւ վերհանել մեր ժամանակաշրջանի իրոք շատ կարծում եմ համարձակ եւ ինքնուրույն մի անձնավորության Էրատո թագուհուն եւ ներկայացնել այսօր մեր մեծ լսարանին։ Շնորհակալություն, որ հետեւում եք։ Տեսնենք։